Գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ, այն ինչը դրվել է դատավորի սեղանին, ակնհայտորեն քաղաքական հետապնդման տարրեր է պարունակում եւ մենք դատական նիստի ընթացքում էլ ըստ էության դժգոհությունը հայտնեցինք պարոն Ասատուրովի մասով, թե ինչու է նա այսօր մեղադրյալի աթոռին։ Բոլորի համար պարզ է մեկ բան, որ պարոն Ասատուրովը եւ Լևոն Քոչարյանը ընկերական հարաբերություններ ունեն եւ այստեղ չի քննարկվում այն հարցը, թե պարոն Ասատուրովը հանցանք կատարել է, թե ոչ, այլ քննվում է այն հարցը, որ պարոն Քոչարյանին անհարմարություններ պատճառել, ինչ որ ձևով խոչընդոտել, նաեւ նրա ընկերական մտերիմ շրջապատին կպնելով փորձել նրան կաշկանդել։ Եվ չպետք է մոռանալ, որ պարոն Ասատուրովը այս քրեական վարույթում հայտնվել էր գործը փակվելուց մի քանի օր առաջ, այսինքն ինքը այս վարույթով բերման չի ենթարկվել, նախաքննության ընթացքում չի հարցաքննվել, առհասարակ որևէ ներգործության չի ենթարկվել եւ մինչդեռ նախաքննության ավարտից հաշված օրեր առաջ ըստ էության ենթարկվել է քրեական հետապնդման։ Հիմա մեզ համար ինչն է մտահոգիչ, որ ամբողջ process-ը բացառապես պարոն Քոչարյանի մասին է։ Մենք չենք տեսնում Սերգեյ Ասատուրովի անունը, անգամ դատախազը որևէ հարցեր կապված Սերգեյ Ասատուրովի գործողությունների մասով չի հնչեցնում եւ սա նշանակում է մեկ բան, որ մեր մտահոգությունները տեղին էին։ Նաեւ եթե մենք գլոբալ հարթությունում դիտարկենք, չպետք է նեղանալ ոչինչից, ակնհայտ քաղաքական հետապնդում է եւ պարոն Քոչարյանը եւ պարոն Ասատուրովը ընդամենը հերթական քաղաքական հետապնդման մեջ գտնվող անձինք են, եղելությունը սա է։